Вообще միշտ չի, որ գիտես խելացի միտքեր։ Հացա, այդ առումով մենակ մնալը լավ է, որ կարաս կենտրոնանաս, ինչ որ մենակությունը ինքը իրանով երևի շատ նախընտրելի բան չի, բայց իրա պլյուսները ունի։ Ու երբ որ մարդիկ որոշում են միասին ապրել, դաժե ինչ եմ ասում, որ հանգամանքների բերումով պրոստը իրար հետ են ապրում, ասենք, ուրիշ հնարավորություն չկա կամ տենց մի բան, կամ խոսքի երեխեն այդ ընտանիքում ածնվել դեռ փոքր է, որ առանձնանա։ Այլև այս շատ որ մարդիկ գիտակցված ընտրություն են կատարում, կիսել ինչ որ տարածք իրար հետ, խոսքի նույն տան մեջ ապրել, ինչ որ ունի այդ լիքը պլյուսներ, ու լիքը տեղերում պրոստը հավեսել է, բայց մյուս կողմից գիտակցված զրկում ես քեզ մենակությունից, իսկ մենակությունը ինչ որ բաներ է տալիս, որը ինչ որ մեկ հետ ապրելը զրկում է քեզ դրանից։ Օրինակի համար նույն այդ կենտրոնանալու հնարավորություն, առանձնանալու, կտրվելու ամեն ինչից, որ քո մտքերը մենակ քո շուրջ կենտրոնացած լինեն, այնտեղ մեկ-մեկ էդի պետք է ալնում էլի նույն ստեղծագործելու կամ պրոստը ինչ որ մտքեր կենտրոնացնելու համար։ Ու որպես կանոն, երբ որ ասենք մարդիկ որոշում են միասին ապրել, նենց չի հնարավորություն է լինում։ То есть տները այդքան մեծ չեն լինում սովորաբար, որ դու պրամ առանձնանալու ինչ որ սենյակ ունենաս, որ իմանաս, որ միշտ այնտեղ կարաս առանձին լինես։ Բացի զուգարանից իհարկե, բայց դա էլ միշտ լիմիտավորված է, չես կարող դե ինչքան ուզես լրվես։ Իսկ հենց առանձին սենյակ միջին վիճակագրական մարդը դժվար կարողանա իրան թույլ տալ, ինձ տուն, որ օրինակ եթե ընտանիք է կազմում, հա որ լինես դու, քո կինը կամ ամուսինը, երեխեքը, ու մի հատ է դու ունենաս առանձին սենյակ, ոչ քո ու քո կողակցի սենյակը էլի, մի հատ առանձին, ու մի հատ էլ կողակից ունենա իր առանձին սենյակը։ Ու հետաքրքիր է մարդիկ, որ որոշում են, ասենք ընտանիք կազմեն, տենց միասին ապրելուց բան գիտակցում են, որ դրանից իրանց զրկելու են։ Կամ երբ որ արդեն տարիներ շարունակ միասին են, ինչքանով են զգում դրա կարիքը։ Ոչ երևի մարդու կյանքը ասենց լրիվ փոխվում է, էլի, երբ որ ինքը որոշում է ընտանիք ստեղծի, որտեղ ոնց որ լրիվ ուրիշ կանոններ լինեն արդեն։ Դու չես կարող մտածես մենակ քո մասին, դու պետք է մտածես քո ընտանիքի մասին, կողակցիդ, երեխեքի, ամեն մեկի մասին առանձին մտածես, ու ընդհանուր որպես ընտանիք մտածես։ То есть այդ պատասխանատվությունը այնքան շատ է, որ դու այլևս դու չես, դու ես պլյուս այդ ամեն ինչը։ Ու ես այդ փորձը չեմ ունեցել։ Դրա համար ես չգիտեմ դա ոնց է։ Ընտանիք կազմել էլի։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ ամեն ինչի մեջ են, հետաքրքիրը, то есть որ ասում են, որ իրանք այլևս մենակ իրանք չեն, այլ իրանք են պլյուս այդ ամենը, բայց իրանք ոչ են դադարում լինել այն ինչ որ իրանք մինչև այդ ամեն ինչն էին, то есть մինչև ընտանիք կազմելը։ Ու ինչքան հաճախ մարդ կարիք ունենում էլի վերադառնա կամ հայտնվի այդ վիճակում, որ ինքը մինչև այդ էր։ Ու դեռ չեմ ասում են, որ պրոստը քո առօրյան է փոխվում, քո զբաղմունքները ու նման բաներ, то есть դրա մասին չի խոսքս, որ մարդ կարոտի այդ իր առաջվա ժամանցին, իսկ հիմա իր ժամանցը փոխվել է։ Այլ խոսքս հենց ինքնաընկալման մասին է, որ դու քեզ էլի ընկալես որպես այն առանձին այն նույն բանը, ինչ որ կայր մինչև այդ։ Նո ես չունենալով այդ փորձը, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ ես այլևս ինձ չընկալեմ նենց ոնց հիմա եմ ընկալում իմ եսը, էլի։ Ոչ ես հաճախ եմ մտածում նրա շուրջ, որ ընտանիք կազմելուց հետո դրանց մարդիկ դե պարզ է, որ լիքը ինչ որ կոմպրոմիսների պետք է գնան, որ փոխեն իրանց կյանքը, այդ առաջվանից տեղափոխվեն այս հիմիկվա վիճակի մեջ, ընտանեկան վիճակի մեջ,
բայց ինչքան տոկոսն է այդ ամեն ինչի մեջ ինքնախաբեություն։ Դες որ քո առօրյան փոխվում, բայց դու քո հին առօրյան էլ ես սիրում։ Ինչքանով են մարդիկ ընդունում, որ բարձրացում որ ամեն դեպքերը տարբեր են, ամեն մեկի մոտ տարբեր է, բայց գլոբալ է, ինչքանով են մարդիկ ընդունում, որ այս ձևը ոնց որ հիմա իրանք ապրում են, որի պատճառով որ իրանք ել չեն ապրում նենց ոնց որ առաջ, ինչքանով են համարում, որ այդ առաջվանը իրանք ել չեն ուզում։ То есть արդյոք մարդիկ ասում են, հա ես առաջվանն էլ եմ ուզում, բայց ես հիմիկվանը ավելի շատ եմ ուզում, թե ավելի շատ ինչ որ ինքնախաբեություն ա գնում, որ մտածեն դա առաջվանն ինձ պետք չի, հիմա ինձ պետք է այս նորը, բայց այդ նորն էլ է հաստատ պետք է այդ մարդը եկել է այդ քայլին։ Բայց նկատի ունեմ նույնիսկ մենք ոնց որ կարող ենք ներքուստ մեր այդ ներսի երեխեն ոնց որ կարող միշտ մեր հետ լինի, մենք միշտ մեզ երեխա զգանք ինչ որ չափով, բայց հետո վերցնենք այդ մեծի դերը ու ասենք որ խոսքի ես ուրախանում եմ նրանով, որ իմ ընտանիքը ապահոված է խոսքի ինչ որ բաներով, ու всё, ինձ ավելի բան պետք չի ուրախանալու համար։ Այսինքն այն ինչ որ ինձ պետք է ուրախանալու համար, դա իսախ կապված է ընտանիքի հետ, բայց դու ներքուստ էլի այն հին երեխան ես, որը ուզում է ինչ որ ապուշություններից ուրախանա պրոստը, ոնց որ փոքր վախտ ու ոնց որ թեկուզ մեծ վախտ, բայց մինչև ընտանիք կազմելու, երբ որ դու ինքդ քեզնով ես, ու դու քեզ կարես պրոստը ինչ որ անկապ բաներով ուրախացնես։ Ու այսա օրինակների միտքը այն է, որ ինչքանով են մարդիկ մտածում, որ այդ սա հավես էր, բայց այլևս չի լինելու, ու ինչքանով են մտածում, որ այդ ինձ պետք էլ չի, ես դրա կարիքը չունեմ։ Որտեղ ինձ թվում է կարաս քո առաջ ինչ որ նպատակներ դնես, ու ինչ որ իմաստ ստեղծես քո համար, ոսկե ընտանիք կամ կարիերա կամ լուբոյ ինչ որ մի բան, տենց ինչ որ մեծ գաղափար, բայց երբ որ քո ոգևորվածությունը այդ գաղափարի շուրջ մի քիչ կորի, ու նույն ընտանիքն էլ, հա, հաստատ մարդիկ մի ձև են սկսում իրենց այդ ճանապարհը ընտանիք ստեղծելու ու պահելու, ու խոսքի 10 տարիներ հետո ուրիշ հոգեվիճակում են գտնվում արդեն։ Դժվար այն սկզբի ոգևորվածությունը լինի, ու երբ որ այդ ոգևորվածությունը պակասում է արդյոք, ոնց որ այն իր առաջվա վիճակը արդյոք նորից գլուխ չի բարձրացնում, էլի, որ խոսքի մտածես, բայց ես էս չեմ, էս իմ կյանքն է, էս իմ միջավայրն է, իմ առօրյան է, ու թեկուզ ես ամեն ինչը սիրում եմ, բայց էսի ես չեմ, իմ եսը միշտ նույնն է եղել փոքր վախտանից մինչև մահ նույնը մնալու է։ Ինքը կարա ենթարկվի ինչ որ փոփոխությունների, բայց հիմքը իրա չի փոխվելու, հիմքը ոնց որ այն ինչը որ մենք անվանում ենք այդ եսը, դա միշտ նույնն է, այն ինչում որ մենք ունիկալ ենք։ Ուրիշ вообще հետաքրքիր է այդ մարդ ինչքանով է այդ եսից հրաժարվում, երբ որ որոշում է ինչ որ նոր էտապ սկսի իր կյանքում։ Ոնց որ դու կարաս դաժե այդ նոր էտապի կարիքը զգաս, ու դա կարա ու հավանաբար հիմնական դեպքերում մարդկանց լավ է այդ ամեն ինչից ու ավելի լավ է, քան մինչև այդ, եթե իրանք իրոք հասուն անում գալիս են այդ կետին ու ջոգում են, որ պետք է արդեն այդ քայլը անել։ Հավանաբար իրանց լավ է։ Բայց ինձ վախեցնում է այն միտքը, որ լյուբոյ նպատակի հետևից գնալուց դաժե ընտանիք կանք մի կողմ թողենք էլ էս օրինակը ինքողակի օրինակներից մեկն է։ Вообще ինչ որ տենց մեծ նպատակի հետևից գնալուց ինձ վախեցնում է, որ ինչ որ բայի կարող է բացահայտես, որ կորցրել ես քեզ այդ ամեն ինչի մեջ, այլ արդեն որ պրոստը մոլորվել ես ու արդեն չես է ջոգում խի ես դու այդ ուղղությամբ գնացել, որտեվ այդ ուղղությամբ դու գնացել ես ինչ որ պատճառով։ Այսինքն ընտանիք կազմելն է, շատերը պրոստը դա անում են, որտեվ պետքա, որտեվ վախտն է, բայց դա իր հիմքերը ունի, թե խեն իրանք ենթարկվում է այդ գաղափարին, որ պետքա արդեն X տարիքս լրացել է, ուրեմն արագի մեջ պետք է բան անել, բայց դաժե եթե այդ ձև չեն անում, հասնում են ինչ որ մի հատ բանի, որ հասկանում են, որ վախտն է,
իրանց համար հենց այդ մարդու էլի ոչ թե տարիքի պահով, այլ զգում է, որ այդ պահը եկել է։ Բայց ինքը համարում է, որ այդ պահը եկել է ինչ-որ պատճառով։ Ու ամեն մեկի մոտ կարա պատճառը տարբեր լինի, չնայած գործողությունը կարա նույնը լինի։ Ու հետո երբ որ դու այդ նպատակին հասնես կամ ճանապարհին թեկուզ այն ինչի պատճառով որ դու դա որոշել ես անել, կարող է քո համար էլ ակտուալ չլինի։ Ու այդ վաղ դու արդեն այդ process-ի մեջ ես, բայց չես ճոգում, թե հիմա քո ինչին է դա պետք։ Նո օրինակ ինչ որ անկապ օրինակ եմ բերում, որը դաժե միգուցե լիարժեք չնկարագրել միտքս, բայց ինձ թվում է ինչ որ ձև կբարձրացնի։ Խոսքի դու որոշում ես կարիերայի մեջ խորանալ ու ինչ որ բարձունքների հասնել, բայց ոչ թե որտեվ դու ուզում ես հարստանալ կամ քո համար вообще այդ կարիերան կարևոր է կամ որևէ նման մի բան, այլ որտեվ դու ուզում ես խոսքի ինչ որ տրավմա ունես մանկուց, ծնողիդ հետ կապված ու ուզում ես ծնողիդ ապացուցես, որ դու կարաս հասնես ինչ որ բանի, խոսքի քեզ չեն հավատացել, միշտ փորձեն քեզ կոտրեն, ու դու դենց չգիտակցված, բայց այդ ոնց որ քո համար այդ է նպատակը, ինչ որ բան ապացուցել։ Ու տենց խորանում ես, սաղ կյանքը տրամադրում ես դրան, հասնում ես ինչ որ մի բանի ու ենթադրենք կամ ապացուցում ես ծնողիդ, ինքը ընդունում է, որ դու տենց կարաս ինչ որ բանի հասնես, կամ ինչ որ պատճառով էլ քո համար կարևոր չի ծնողիդ կարծիքը այդ հարցի շուրջ, կարող է ինչ որ ուրիշ ձև ես դա լուծել այդ ընթացքում, կամ խոսքի ծնողդ մահանում է ու այլևս ակտուալ չի քո այդ ձգտումը։ Ու դու բացահայտում ես, որ դու արդեն տասնյակ տարիներ ինչ որ մի բանի մեջ ես, որի սկզբնական նպատակը էլ չկա, բայց դու սաղ կյանքը դրան ես նվիրել։ Ու հիմա նայեմ, պրոստ ճոգում ես, որ քո մի հատ շատ մեծ մասը այս ամեն ինչն է, որը փախակտու քեզ պետք է չի։ Ու այդ վաղտը արդեն հարց է, մարդը կկարանա կամ կուզի կամ կկարանա իր մեջ ուժ գտնի հրաժարվի այդ ամեն ինչից սաղ թողի ու փորձի անի այն ինչից որ իրան հիմա լավ կլինի։ Որտեղ եթե տասնյակ տարիներ ինչ որ մի բանի վրա ես եղել, ինչ որ մի կոնկրետ ուղղությամբ ես գնացել, դժվար է այդքանից հետո նայես ջոգես, որ քեզ այդ չէր պետք իրականում ու ասես դե լավ ոչինչ, թո ջուրը գնա այս ամեն ինչը, հիմա ուրիշ բան կանեմ։ Բայց միգուցե շատ ավելի արդար լինի ինքդ քո հանդեպ, բայց նաև շատ դժվար, որտեղ դրա մինի վերսիան կա, որի հետ ինձ թվում է ուսանողների 50%-ը մինիմում բախվել է, որ խոսքի սովորում է, ասենք մի քանի տարի, ասենք 3 օլը մի տարի ունի սովորելու ու ջոգում է, որ վրոձի իրան հետ вообще պետք չի, բայց հետ անայում մտածում է, այսքան արդեն վարձի փող է տրվել, այսքան ժամանակ է անցել, օքեյ, երևի всё же շարունակեմ ու դառնամ խոսքի հաշվապահ, չնայած ես երազում եի դառնալ երաժիշտ, օրինակի համար։ Ու էլ ինքը արդեն դրա պատճառով կարող երբեք երաժիշտ չդառնա, որտեվ դժվար է այդ 3 տարվա ծախսած ռեսուրսից հրաժարվել, ու ավելի գերադասել է սենց պրո շարունակել ոնց ստացվի, չգիտակցելով, որ շատ հավանական է, որ այս 3 տարին, որը դու ափսոսում ես հիմա, ու որոշում ես 3 տարվա խաթր այդ գիծը շարունակել, միգուցե քո հետագա 50 տարին այդ դրա պատճառով այնքան լավը չլինի, ինչքան որ կարար ինչ որ ուրիշ սցենարի դեպքում դասավորվել։ Բայց նենց է չի գարանտիան կա, որ եթե դու 3 տարվան թողես ու ընտրես այն մյուսը вообще լավ է լինելու քեզ։ Ու կարող вообще պարզվի, որ քո ընտրած մասնագիտությունը այդքան էական չի։ Բայց հա դժվար է вообще հրաժարվել։ Այն ամեն ինչից ինչի վրա որ լիքը էներգիա ես ծախսել, որտեղ ոնց որ հարց է առաջանում, բա իմաստը որն է այս ամեն ինչի։ Բայց մյուս կողմից այդ ձև շարունակելու իմաստն էլ է դժվար հասկանալ։ Պատճառները հեշտ է հասկանալ, բայց իմաստը չէ։ Ու առավել ես այդ ամեն ինչից հրաժարվելը դժվար է, եթե պատասխանատվություն կա ուրիշների վրա, օրինակ ընտանիքի դեպքում։ Բայց երևի մյուս կողմից է շատ արդարել չի, որ
տենց սուր քննադատելի երևույթաբաժանումները, որտեղ ես մի կողմից ընդունում եմ, որ օրինակ եթե կան երեխեք, երեխեքը չպետք է ձեր որոշումների պատճառով տուժեն, ձեր սխալ որոշումների, ասենք, եթե դուք 4 պահի ջոգում եք, որ 20 տարի առաջ չպետք է միանայիք, ձեր երեխեքը մեղավոր չեն այդ ձեր որոշման այն վաղվա որոշման մեջ, ու դրա համար անարդար է, որ իրանք տուժում են, բայց մյուս կողմից եթե կտրվենք այդ պատասխանատվություն նման բաներից, հենց մարդու անհատական տեսանկյունից, մարդու, որ գիտակցում է, որ ապրում է հավանաբար իր միակ կյանքը, քննադատել իրան նրա համար, որ ինքը ուզում է այդ կյանքը նենց դասավորի, որ լավ լինի իրան, այդ էլ շատ արդար չի։ Էլի պատճառները հասկանալի են, խի կարելի է քննադատել, բայց դա մենակ մակերեսային նայելուց է, որ միակ խնդիրը որ երևում է, դա այն է, որ երեխեքը կտուժեն, բայց դրանից չի արժեզրկվում այն խնդիրը, որ մարդը իրան դժբախտ կարա զգա ու իր ինչ որ որոշման պատճառով իր կյանքը դժբախտ շարունակի, որտեղ այդ պատասխանատվությունը ընտանիքի առաջ, երեխեքի առաջ եւ այլն շատ հասկանալի բան է, то есть մեր մորալնի ինչ որ պրինցիպների սահմաններում լրիվ կարելի է այդ ամեն ինչը հասկանալ, բայց մյուս կողմից մարդու համար շատ ավելի բնական բան է իր եսը, որը միշտ եղել է իր հետ, քան իր ընտանիքը, որը ինտի պրոստը ինչ որ մարդկանց որոշման արդյունք է, ոնց որ քո եսը, քո գոյատևման պայքարի ձգտումը, քո կոմֆորտը ստեղծելու ձգտումը, այդ բնությունն է քո ստեղծած ընտանիքը, այդ քո բնությունը չէ, այդ քո որոշումն ու որոշման հետևանքներն են, որոնց համար պետք է պատասխանատվություն կրել, մորալի տեսանկյունից, հա, ու եթե տենց չառաջնորդվեն մարդիկ, ամեն դեպքում մեր հիմիկվա իրականությունը շատ ավելի տխուր տեսք կունենար, բայց այս ամեն ինչի մեջ նաև պետք չի մոռանալ, որ յուրաքանչյուր մարդու դժվար է вообще ապրելը, հասկանալը, ինչա տեղի ունենում ու ինչ անել, որ լավ լինի, ու առասարակ ինչն է համարվում լավ, вообще ինչ է այդ մարդը ուզում, ինչն է ինքը ուզում, իսկ ինչն է իրան թվում, որ ինքը ուզում է, դրա համար մեծ հաշվով երևի շատ սուր քննադատել ոչ մեկի պետք է չի, բայց նաև դժվար է սուր չվերաբերվել, եթե այդ մարդու պահվածքը քեզ է վնասում ինչ-որ ձև, բայց եթե քեզ չի վնասում ու դու տենց առանձնապես չես տիրապետում իրավիճակին, պրոստը ուրիշ մարդկանց, ուրիշ ընտանիքում ինչ-որ բան տեղի ունենում, ինձ թվում է ավելի լավ է հենց կոնկրետ այդ մարդկանց կյանքին չխառնվել, այսինքն կարաս դու ընկալես այդ իրավիճակը, պրոյեկտես քեզ, հասկանաս, որը քո համար ճիշտ կլներ, որը սխալ, ինչը քեզ կօգնի, ինքդ քեզ բացահայտես, ավելի պատրաստ լինես ինչ որ իրավիճակների հետագայում եւ այլն, բայց կոնկրետ ինչ որ մարդկանց իրավիճակում մենք կողքից շատ քիչ բան ենք էլի տեսնում, թե ինչ այնտեղ ներսում կատարվում, ինչ պատճառներ կային, դաժե մեր համար ընդունելի պահվածքը կարա ունենա ինչ որ հիմքեր ու հավանաբար ունի ինչ որ հիմքեր, բայց չի նշանակում, որ դու այդ պահվածքը պետք է ընդունես կամ արդարացնես, ոնց որ կարելի է քննադատել երևույթը, բայց երևի ոչ մարդկանց, եթե դա քեզ չի կպնում, էլ եմ ասում, եթե ուղղակի կողքից դու նայում ես, որտեղ ինչ որ մի բան կարա քո համար ծայրահեղ անընդունելի թվա, բայց եթե դու այդ մարդու տեղը լինեիր կամ եթե դու ինքդ քո կյանքում հայտնվեիր այդ իրավիճակում, կարող է դու այն նույն ձև քեզ պահեիր ու լրիվ հասկանայիր թե խիտոյից դու քեզ դաժե դրա համար ինչ որ չհամարեիր մարդ, ով որ ինքը իր պրինցիպներին է դեմ գնացել, դու կարող ես պրոստը բացահայտես թե խի կարա նաև տենց էլ լինի,